Ամերիկայի շոկային որոշումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը հարցազրույցում ոչ միայն կրկնել է եվրոպական երկրներից դժգոհությունը, այլև բավական թափանցիկ ակնարկել, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը կարող է քննարկել ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցը։ Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատի ունենալով եվրոպական երկրների սոցիալական անձնական հարթակում այնպիսի գրառումներ կատարելը, դուք պետք է կարողանաք ինքներդ պաշտպանել ձեզ, ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի, որպեսզի պաշտպանի ձեզ, ինչպես որ դուք նրա կողքին չէիք։ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները չեն միացել Իրանի դեմ պատերազմին, հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցում նավթագնացության վերականգնման ռազմագործողությանը։ Վերլուծաբանները սակայն մատնանշում են ակնհայտ իրողություն։ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին և կշտամբել, որ իրենց անվտանգությունն ապահովում են Միացյալ Նահանգների հաշվին, այդպես չի կարող շարունակվել։ ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների հեռացումն անկասկած կնշանակի Հյուսիսային Ատլանտյան դաշինքի փլուզում։ Այս ֆոնին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը եվրոպական երկրներին մեղադրել է իրենց օդային տարածքը ուկրաինական ԱԹՍ-ների առջև բացելու մեջ և զգուշացրել, որ եթե զինվորական մասնագետների եզրակացությամբ այդ փաստերը վերջնական հաստատում ստանան, ապա Մոսկվան համապատասխան քայլեր կձեռնարկի։ Նևազիմսկյան գազետայի խմբագրականը ձևակերպել է, որ եթե ԱՄՆ-ն լքի ՆԱՏՕ-ն, ապա փաստացի կկատարվի 2021 թվականի Ռուսաստանի պահանջը, քանի որ դաշինքը ոչ միայն ընդլայնվել, այլ սեփական գոյությունը չի կարող պահել, քանի որ բազմաթիվ հարցերով կախված էր Միացյալ Նահանգներից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նոր հրամանատարական կենտրոն ստեղծելու մասին տարածված տեղեկատվությունները։ Ավելի վաղ Թուրքիան ռազմական համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներ լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել և անոնսավորել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի Միացյալ Նահանգներ պաշտոնական այցը, որ տեղի կունենա ապրիլի 27-ից 30-ին։ Դոնալդ Թրամփին այդ այցը կարևորել է նրանով, որ այս տարի ԱՄՆ-ն տոնում է Բրիտանիայից անկախության 250-ամյակը։ Ակնարկը կարծես այն մասին է, որ Վաշինգտոնը Լոնդոնի ազդեցությանը չի ենթարկվել։